Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, 106 եթերում Փոքր Միջին Ձեռնարկատիրության ասոցիացիայի Հարկեր Թուրքեր Կրկեր հեղինակային հաղորդումն է։ Ես Հակոբ Ավագյանն եմ, ՓՄԶ ասոցիացիայի նախագահ, այսօր շատ հարգարժան հյուր ունենք Մարինա Ժամկոչյանը, ով այսօր ուզում ենք հիշենք, որ 10 տարուց ավել համագործակցության փորձ ունենք, ու հիմնականում Տիկին Ժամկոչյանը այդ ժամանակաշրջանում, որ ես գիտեմ, էլի զբաղվել է բիզնես շահերի պաշտպանության, հիմա արդեն կրթության եւ այլ ոլորտով։ Ողջույն։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ, շնորհակալություն հրավիրքի համար։ Ես եմ շնորհակալ Տիկին Ժամկոչյան, որ ձեր գրաֆիկում ես համար տեղ գտաք։ Բիզնես եւ կրթություն ասոցիացիա ՀԿ նախագահ այս պահին, բայց դուք նախկինում եւ գործատների միությունում եք եղել եւ այս պահին, ինչքան գիտեմ, նաեւ այդ շարունակում եք, չէ՞, միջազգային փորձագիտական ու մենք Կырգызստանում օրինակ որ հանդիպեցինք 22 թվականին, էլի ձեր փորձագիտական այսպես հմտությունները ծառայեցվում էր պետություն մասնավոր հատված երկխոսության այդ սեսիաներին եւ այլն։ Այդ կա հələ այդպես Այո, կա դեռ։ Շատ լավ։ Եկեք խոսենք բիզնես ու կրթություն, այսինքն ինչ եք անում, ինչ վիճակա եւ այլն։ Ես փորձեմ տենց ասում մի քիչ կրթվել են օրաձևը եւ այլն այդ կներեք արտահայտությունս տենց ասում տրիվիալ բաները դարձրել են ինչ որ տրիգերային եւ այլն, բայց ասենք բոլորս գիտենք, որ կրթվելը միշտ անհրաժեշտ է, օրաձևը, այո, թե ինչա, այդ թվում բիզնեսի համար անհրաժեշտ է։ Ես ես վերջերս էլի մեր ՓՄԶ թվերն նայում, ճիշտ է, վիճակագրական կոմիտեի մեթոդաբանությամբ հաշվարկված, այդտեղ մեծ թիվ շարունակում կազմել ՓՄԶ-ի մեջ մի տարուց պակաս կյանք ունեցողներ, այսինքն որ բացվում են մի տարի պակաս կյանքում փակվում են կամ դադարեցնում են եւ այլն։ Կարծում եմ, որ ստեղ էլ խնդիր կա, որ այսինքն բացվելուց առաջ բիզնես հմտությունների կրթության ու իմացության խնդիր կա։ Գումարած դրան, որ մեր շուկան շատ տարբեր է, ի նկատի մրցակցությունը, արտաքին գործոններով կապված ոլորտներ կա, կհիշեք, արագ աճ ունեցավ, քիչ առաջ խոսում ենք նախազրույցին, օրինակ հոռեկա ոլորտը զբոսաշրջային կամ ռելոկանտային հոսքի վրա արագ աճ ունեցավ, բայց հիմա հակառակն է։ Ինչ կնշեք, ինչ եք անում, ոնց եք կրթում։ Ես ասեմ, որպես գործարար, առաջին խնդիրը հենց դա էր, որ ստեղծվեց բիզնես կրթություն ասոցիացիան, հասկանում էի, որ որակյալ կադրերի խնդիր կա։ Եվ իմ բազմաթիվ բիզնեսները, երբ որ խնդիրներ էի ունենում, պակասը որակյալ կադրերն էին, որոնց պակասի պատճառով բիզնեսը տուժում էր։ Այսինքն նկատի ունեմ, եթե գործարար միայն գործարարն է կրթված, շատ մեծ խնդիր է։ Հարկավոր է որ կադրերն լինեն կրթված, համապատասխանեն աշխատաշուկայի արկա պահանջներին։ Շատ անգամ ուրախանում ենք, որ doing business-ով մենք առաջիններից ենք, բայց դա խնդիր է, որովհետև նայեք, գործարարի մոտից աշխատողը դուրս է գալի, լինի մատուցող, լինի խոհարար, հասկանում է, որ դա հեշտ գործ է, ինքը մտածում է գնա բիզնես բացի, բիզնեսը բացում առանց համապատասխան կրթության եւ հետեւաբար ձեր ասած 1 տարի հետո փակվում է, բայց փոխարեն ունենում է վարկեր, կուտակված եւ այլն խնդիրներ, որովհետեւ շուկանը այսպես ասած մխտռում իր կարճ ներկայությամբ եւ փոխվում է տպավորությունը գործարարների մասին, որովհետև են կրթված իրական լավ գործարարները քիչ են մնացել։ Թվում է թե բիզնես անելը շատ հեշտ է, երբ արթնանաս մտածես բիզնես անես, կարաս անես, բայց իրականում չէ։ Իրականում բարդ է։ Եկեք բաժանենք երկու մասի։ Կարևոր բան ասացիք, որ ես ընդհանրապես իմ հարցը տալուց նկատի հենց զուտ ՓՄԶ-ի կրթվածության մասը, բայց դուք կարևոր հարց բերեցիք, որ ինձ թվում է ամենաարդիականներից է աշխատաշուկայի, այսինքն աշխատաշուկան ու գործարար միջավայրը իրար պահանջմունք ու առաջարկ իրար բավարարում են թե չէ, ինձ թվում է սա բոլոր ոլորտներում անընդհատ նշվող խնդիրներից է։ Ու նաև ես հիշում եմ մի հատ հերթական հանդիպման ժամանակ կրթության նախարարության պատասխանատուների հետ, կարծեմ հենց անցած տարվա սկզբի Դիլիջանի ֆորումում էր, երբ որ նշվեց, որ այդ միջին մասնագիտական կրթությունների մասով հիմա պետությունը փորձում է ինչ-որ ռեֆորմներ անել, ու այնտեղ գործարարներ կային իդեպ էլի հանրային սննդի ոլորտի, որ ասում են մենք այտենց մեր ռեսուրսներով ենք անում, որը
բիզնեսին էլի այսպես ասած տանջում է, ռեսուրսները ավելորդ չէ ծախսեր տալիս, բայց ես հասկանում որ այդ բիզնեսը հիմար չի, ինքը ստիպված գնում է դրան, ասենք իրանքից ակադեմիա ստեղծում, իրանքից, չգիտեմ, կրթական կենտրոն ստեղծում։ Ամենատարածվածը նախկինում կար այդ հաշվապահական ծառայություն մատուցողները, որ սկսում էին դասընթաց տալ, ամեն մեջից տենց ընտրում էին ինչ որ բան կադրեր, որ տանեին իրանց մոտ էլ։ Ինչ վիճ, այդտեղ դուք անում եք ինչ որ ծրագրեր ու ինչ վիճակ է, ինչ շատ ճիշտ նկատեցիք, որ բացի գործարաններն էլ պետք է կրթվեն, որովհետև շատ անգամ իրանք իներցիայով աշխատում են, շատ բիզնեսը արագ զարգանում է, տրենդները արագ փոփոխվում են, ու շատերը չեն գիտակցում, որ հարկավոր այդ ցկյանը սուսուցումը ասածը շատ պարտադիր է, ու նաև մի երկրորդ խնդիր կա, որ բիզնեսը արագ է զարգանում, կրթությունը դանդաղ է շարժվում ու չի հասցնում բիզնեսի հետևից, հետևաբար բիզնեսը չի կարողանում գտնել իր պահանջված կադրերին ու փորձում է ինքնուրույն այդ բեռը վերցնել, ստեղ էլ մի այլ խնդիր կա, քանի որ ՓՄԶ-ներից են խոսում, մեծ բիզնեսների համար հեշտ է, ռեսուրսներ ունեն, փոքրերը վերցնում են, ասենք վերցնում են երիտասարդներին, պատրաստում են աշխատաշուկային, չարչարվում է, երբ որ դառնում է պատրաստիկ կադր, միանգամից գնում է արդեն Բայց այդ ռեսուրսները այսինքն ռեսուրսները ծախսվում են, վատնվում են, բայց շատ անգամ դա նորմալ երևույթ է, բան չունեմ ասելու, բայց միևնույն ժամանակ լրացուցիչ բեռ է ՓՄԶ-ի համար։ Մի երկրորդ հարց կա, որ հիմա ՊՄԶ-ի պահանջը, քանի որ Հայաստանում 90%-ը ՊՄԶ-ներ են, իրանց պահանջը ՄԿ-ու միջին մասնագիտական կրթություն ունեցողներն են։ Ամենաշատը ինչ որ ոլորտները կնշեք։ Ես գիտեմ, որ տեքստիլը, հորեկան, տեքստիլը, նույն դարել արդեն IT ոլորտը, ամենահոսունություն ունեցող ոլորտն է, չէ՞, կադրերը ամենաշատն են այդտեղ ընդունվում, ազատվում։ Տեքստիլը ես հիշում եմ, որ փորձեցին ինչ-որ այդ միջին մասնագիտական քոլեջների, տեխնիկումների մասով ինչ-որ բան են, ինչ վիճակ է տեղակայք։ Հիմա տեքստիլը զարգանում է, կադրեր, հա, մեծ բան արվում տեքստիլի համար, բայց ես կարծում եմ, որ տնտեսությունը զարգանա, ամեն դեպքում թեթև արդյունաբերություն չի պետք, ծանր արդյունաբերություն է պետք, որի խնդիրը մենք ունենք։ Ու ես ասեմ եւս մեկ բան, ինժեներինգն է մահանում, մենք չունենք մասնագիտություններ այդ արդի, որը հիմա պահանջում է միջազգային շուկայում էլ շատ պահանջված, մենք չունենք։ Մենք ինժեներինգի ոլորտի ի նկատի ունեք սկսած օրինակ ջերմոցային տնտեսությունում աշխատող ինժեները, չէ՞, վերջացած նույն այդ հաստոցները, սպասարկող, այո, հաստոցների սպասարկողներ։ Ես հիշում եմ մի գործարար կար օրինակ էր բերում, հենց հեսա հիշում բանով էր, որ այդ նույն հաստոց էին ընտրել, ոնց որ ավելի լավ սերնդի, հետո հասկացել են, որ դրա սպասարկողը չունեն ու իրանք ստիպված այդ եվրոպական երկրից էր էլի, որ պետքա ստիպված պետքա ինչ-որ ամսական գումար տային, որ այսինքն ավելի թանկանում էր իր maintenance-ը, ասես ասած։ Ցանկացած արտադրություն է, տենց երբ որ լավ հաստոցներ բերում են նույն շոկոլադ արտադրողները, նույն սուրճ արտադրողները, երբ որ բերում են լավ հաստոցներ եվրոպական չափանիշներով, որպեսզի հետագայում կարողանան արտահանել, սպասարկողները միանշանակ չկան։ Հիմա գանք ով է մեղավոր սրա համար։ Այսինքն այդտեղ ես հասկանում եմ բիզնեսը կարգից ելնելով էլի եմ կրկնում, ես էլ հիշում եմ 2005 թվականին մեր ընկերներից այդտեղ որ ներգրաված էի ծրագրավորման ոլորտ էր ու այդ նույն խնդրից ելնելով ինքը սկսեց փող ծախսել կրթական կենտրոն, ընդ որում հարկային եկավ ժամանակ ստուգման լավ հիշում եմ զարմացել էր էլի երեխեքին սովորացնում էինք ու համը փող էինք տալի իր մոտ այդ ժամանակ տենց հա ոնց համ սովորացնում եք համ բայց այդ էր ու տենց էլի կրկնվեմ հիմա շատ եմ հանդիպում որը ես հասկանում եմ որ բիզնեսի համար դա լրացուցիչ ու լուրջ բեռ է հիմա այստեղ ինչն է պետության անելիքը չի որ ուշացած է կամ ինչ տեղեկություններ ունեք էլ այդ մկու մասին օրենք եղավ ինչ որ տենց շատ տեղյակ չեմ դրանից բայց եթե լուսաբանեք մեզ մենք վաղուց ներգրաված ենք 12 թվականից մկու ոլորտում գործունեությունը ծավալում շատ հետաքրքրված եմ այդ ոլորտով խնդիրները շատ են, եթե հերթով սկսենք, հերթով պատասխանեմ։ Նախ ոնց է Հայաստանում։ Կրթությունը մեղադրում է պետությանը եւ բիզնեսին, որ բիզնեսը համապատասխան ներդրում չունի կրթությունում։ Հետևաբար բիզնեսը հարկ է տալիս, էլ դրանց ավելի ներդրում։ Նո, անմիջական նկատի ունեմ մասնակցություն, ներառված չի կրթության մեջ։ Բիզնեսը մեղադրում է կրթությանը, որ չկան պահանջված կադրեր, այսինքն իրանք եթե նույնիսկ դիպլոմ են ստանում, չունեն այն որակավորումը, այն հմտությունները, որ իրենց անհրաժեշտ է։
բնականաբար պետությունը երկուսին է մեղադրում կամ չգիտեմ բիզնեսին է մեղադրում մի խոսքով մեկ երակոմ sense մեկը մեկին հնչում են դժգոհություններ ու մեր ասոցիացիայի հենց նպատակն է որ պլատֆորմ հանդիսանան կապենք երեք կողմերին բիզնեսին պետությանը եւ կրթությանը վերհանենք խնդիրները, հասկանանք խնդիրը որն է, լուծումներ տան, քանի որ մենք երկուսը շատ լավ գիտենք, երբ որ առանձին են գործում, ոչինչի չենք ասում։ Բիզնես ինքնուրույն ոչինչ չի կարա, մեկ կրթական հաստատություն ինքը չի կարա։ Շատ լավ էր, որ ի վերջո ՄԿ օրենքը ընդունվեց, բայց բավականին խնդիրներ կան։ ՄԿ օրենքով արդեն աշխատանքի վրա հիմնված ուսուցումը ոչ թե պարտադիր, այլ ընդունվեց, որ կարելի է իրականացնել։ Պարզ լեզվով ասած մի հատ օրինակ կբերեք, ասենք եթե ես պայմանական եմ ասում, թե արդյունաբերության ոլորտի ինչ որ գործարար եմ, ես ինչ եմ պատվերը միջացնում, ասում եմ ինձ պետքա էս, հաստոցի մասնագետ էս, հա, տենց ոնց է։ Նայեք, դեռ բավականին տվյալներ չկան աշխատաշուկայի, այսինքն գործարարի պահանջները չկան, տենց համապարփակ վերլուծություն չկա, թե մեր շուկան ինչի կարիք ունի։ Լինում են ոլորտային դոնորների կողմից իրականացող վերլուծություններ, բայց պետությունը ինքն էլ չգիտի իրական պահանջարկը որն է, իմ կարծիքով, որտեվ գիտեք, մեր երկրում համապատասխան տվյալներ չկան, ստատիստիկա չկա, պատասխանատուն էկոնոմիկան է, այս կողմն էլ կրթության նախարարությունն է։ Այսինքն էկոնոմիկան պետք է ասի, ես ստատիստիկա եմ արել, այսքան ապագայում այսքան բանի կարիք կա։ Ես շնորհ մեր գործընկեր կհիշեք Լուսահոգի Կարենը Վարդանյան, որը մի 5 տարի առաջ ասում էր 5000, 20000 մեզ IT ոլորտի մասնագետներ են պետք, այսինքն այդ մասով են։ Այսինքն եթե ոլորտը կարողանում է ինչ-որ ձև հաշվի եւ նախնական պատվեր իջեցնի, ինձ թվում է պետական ինստիտուտները կարող են, էլ IT ոլորտի մասնագետներ պետք են, այդ հարցը շատ անգամ բարձրացրել եմ, նաև կրթության նախարարությունում, բարձրագույն տեխնոլոգիաների նախարարությունում, նաև խնդիրը որն է, ԲՏ նախարարությունը պատրաստում է փորձագետներ, մեծ գումար է դնում, բայց եթե այդ ոլորտ առաջնահերթ է, իմ կարծիքով առաջի հերթին պետք է դասավանդողներ ունենանք։ Այսինքն կան ուսանողներ, որոնք ուզում են, կան դիմորդներ, որոնք ուզում են սովորեն, բայց ՄԿ հաստատությունները չունեն համապատասխան դասավանդողներ։ Ու քանի որ IT ոլորտի փորձագետները շատ բարձր են վաստակում, շատ դժվար կլինի իրանց բերել, ասել դասավանդեք չնչին գումարով։ Այսինքն իմ կարծիքով խնդիրներից մեկը պետքա լուծումը պետքա լիներ նա, որ եթե ԲՏ-ն պատրաստում է մասնագետներ, ոնց էր մի քիչ կարա հնչի սովետական մտածելակերպ, բայց սովետական չգիտես մենք։ Օրինակ պատրաստես մասնագետ, ասես մի տարի պետք է աշխատես, դասավանդես առնվազն այն, որ ինչը ստացել ես, այդ կրթությունը փոխանցես ուսանողին։ Այդ դեպքում մենք կարանք ոլորտը զարգացնենք, հատկապես մարզերում, որովհետև պայմաններ, որ գործողում են քեզ, դա կլինի բժիշկ, դա կլինի առաջին։ Ոնց է, չէ, մեր ժամանակ մենք լավ կհիշենք, որ գործողում են, ասում են պարտադիր 1 տարի աշխատեք, դա չէ, ինչ է լինում, կենտրոնանում ամբողջը Երևանում, բիզնեսի 50%-ից ավելն էլ է։ Հետևաբար մարզերը դատարկվում են, երիտասարդներն էլ հասկանում են, որ Երևանում աշխատանք կգտնեն, մարզերից գալիս են Երևան։ Իսկ եթե դառնանք աշխատանքի վրա հիմնված ուսուցումը, շատ լավ մոդել է, ուղղակի օրենքը նենց է մշակված, որ ինքը արդեն, նայեք, դեռ նորմալ չի գործում, արդեն նորից առաջարկվել է փոփոխություններ անել, որովհետև շատ անգամ օրենքը ընդունվում է, մեխանիզմները չկան։ Ինչա, պետքա գործատուներ լինեն, գործատուները պետքա հասկանան, որ այդ ուսանողները իրենց են պետք, պրակտիկաները իրենց համար են պետք ու ահուի հետ կապված պետքա, այսինքն աշխատանքի վրա հիմնված ուսուցումը, չէ՞, ուսանողը առնվազն իր կրթության ընթացքում 40%-ը գործատուի մոտ իրականացնի։ Այսինքն պրակտիկ ունենա, որ ոչ թե ավարտի դիպլոմ ունենա, հմտություններ չունենա, այլ հենց արդեն ավարտելուց ինքը պատրաստի կադր լինի, որ գործատուն լրացուցիչ ռեսուրս չծախսի պատրաստելու համար։ Կան հարկավոր էր, եթե օրենքը փոխվում է, կան հարակից օրենքներ, որոնք պետք է փոխվեն, կան ենթաօրենսդրական ակտեր, որոնք պետք է գրվեն կամ փոփոխվեն, նույն հիմա վարչապետի որոշում կա, 33 ակտ պետք է լինի, վերջի իմ տվյալներով 4-ը, ընդամենը 6 ակտ կար, բայց գործարկելու համար օրենքը 33-ն է անհրաժեշտ։ Մի կողմից էլ նայեք խնդիրը ինչն է, մեր նման կառույցներ, օրինակ մենք ունենք մեծ փորձագիտական ներուժ, գրել ենք առաջարկել ենք նախարարությանը, որ կարող ենք օգտակար լինենք, կարող ենք օգնել մշակել, արձագանք չկա։ Այսինքն եթե մի կողմից անհրաժեշտություն կա,
Դրանք կանրադառնանք, ուզում եմ այդ մասով էլի ձեր կարծիքը ասել։ Այնքան ասելիքը շատ է, չէ՞ մենք թռնում ենք թեմայից թեմա։ Պետություն մասնավոր երկխոսության բանում թեմայի մոտ կանրադառնանք, բայց ես ուզում եմ մի հատ տենց այդ մասը ամփոփենք, որպես միջին մասն, այս պահին ձեր գնահատականով, էլի կարող եք ինչ-որ կոնկրետ օրինակներով բերեք, ասենք հիմա այս մի քանի տարիների ընթացքում ինչ որ ոլորտ կա, որ այնուամենայնիվ գոնե կադրերի ինչ որ գերակշիռ մասը լուծվել է այդ միջին մասնագիտականով, Ես որ ասեմ կոնկրետ ոլորտ չկա, բայց մեծ գործատուները հասկացել են, որ իրանք պետքա զբաղվեն ու նաև գիտեմ, այդ խոսքում իրանք ստեղծում են իրենց ակադեմիաները, կրթում են, բայց պահանջը կա հենց պրակտիկ գիտելիքներով կադրերի պակասը մեկը ակտուալ է, մեկ էլ ժամանակակից գիտելիքներ ա պետք։ Մենք շատ անգամ գրվում է, մոդուլները գրվում են, չափորոշիչները գրվում են, բայց իրանք կրթությունը դանդաղ է, այնքան արագ ամեն ինչը զարգանում, որ չեն հասնում։ Իսկ այդ փոփոխելը երկար գործընթաց է։ Այստեղ հիմա մի լավ բան կա, որ գործատուն անպայման չափորոշիչների մշակմանը մասնակցում է։ Որ չափորոշիչ մկուների համար գրվող, բայց շատ անգամ դա ձևական բնույթ է կրում, ինչ առումով գործատուն այնքան զբաղված է, որ ժամանակ չունի։ Շատ անգամ չեն անդրադառնում կամ հաշվի առնում մի գործատուի կոնկրետ մի ոլորտի չափորոշիչ գրելուց ինքը իր համար իր պահանջով գրում է։ Գիտեն Քոչյան, եթե տեղակ եք, ուզում եմ Միքայել ներքև իջնենք, այսինքն դպրոցներում։ Այդտեղ էլ ինչքանով հիշում եմ, բաներ չէ, բիզնես կրթությունը որպես պարտադիր առարկա դարձավ, այդտեղ ինչ վիճակ է ասած։ Նայեք, շատ մենք օգտագործում ենք գերմանական փորձը ու մեծ տարիներ շարունակ լոբինգ ենք անում, որ հանրակրթությունում լինի մասնագիտական կողմնորոշում։ Ոնց է լինում, չէ, մենք երեխաները գալիս են ծնողների կամ ինչ-որ տրենդային մասնագիտություններ տենց գնում են։ Չկա մասնագիտական կողմնորոշում, շատ երկրներում մանկապարտեզից են անում։ Այսինքն երեխային պատրաստում են, ես մի քանի մենք տարել ենք միջազգային փորձի փոխանակման դպրոցի եւ մկու տնօրեններ ու տեսել են թե ոնց է կատարվում։ Այս օրինակը ես շատ եմ բերում Գերմանիայում, շատ եմ այդ օրինակը բերում։ Օրինակ երեխան եթե ուզում է դառնա վիրաբույժ, իրան տալիս են մի քանի վարժություններ, որ հասկանան իր մատորիկան մատորիկան զարգացած է, թե չէ, որովհետև գնում են մարդիկ դառնում են վիրաբույժ, բայց իրանք վիրահատելու այդ ունակությունը, հմտությունը չունեն, որովհետև մատորիկան զարգացած չի։ Դուք եք էլի ձեր ոլորտն է, օրինակ այս այդ ձեր խոսքում էլ ասիք էլի արագ փոխ աշխարհում հիմա շատ դժվար է ավակ սերունդը, այսինքն ծնողը դժվարանում է խորհուրդ տա երեխային ինչ մասնագիտություն ընտրի, այսինքն այն պապական բաները չկա, էլի, պապին դարբին է, տղան դարբին է, տենց չկա, էլի, այսինքն այդ մասնագիտությունները ու երևի թե համաձայն եք, որ արագ փոխվում է ու նաև այսինքն դպրոցը մանկապարտեզում այդ կողմնորոշումը ես համաձայն եմ, որ պետք է իրան ուղղորդել, նաև ինչ որ ձև հնարավորություն տալ ընտրել, որովհետև կհիշեք այդ մի պահ տենց բոլորը տենց IT-շնիկ, ծրագրավորող տենց ինչ որ բան, նույնիսկ ասում էին ու առանց հասկանալու դա ինչի մասին է խոսքը, բայց ես հիշում եմ, որ դրա համար լավ լուծումը դա էր, որ այդ երեխուն վերցներ տաներ արտադրություն, օրինակ տաներ շոկոլադի արտադրություն կամ չգիտեմ, տեքստիլ արտադրություն, ինքը տեսներ կարող է հավաներ, քանի որ չենք տանում այդ այսպես ասած պրակտիկային, էլի։ Այդ երեխան չի էլ իմանում, ինքը ունի մի հատ iPhone, հասկանում է, որ դրա հետև ինչ որ ծրագիր է աշխատում, հա։ Ինքը ասում է, դե եկեք տենց բան անենք, կամ ինչ որ բակային խանութն է տենում, ես կամ իր ծնողներից այդ ձեր ասած, բայց հիմա ինձ թվում է ավելի քչացել է, որ ծնողի ազդեցությունն է, բան, որովհետև չեն էլ կարողանում ծնողները, իրանք չեն կողմնորոշվում, որ ավելի իրանք նայեք ոնց են այդ ծնողները եկամտաբեր չեն արմեն։ Դպրոցներում հիմա այդ այնուամենայնիվ այդ բիզնես կրթության կտորը որպես առարկա որ դրեցին, դա զուգակցվում է բանի հետ պրակտիկ, չէ՞։ Ցավոք չէ, բայց մենք մեր ծրագրով անում ենք, նայեք ինչ ենք անում։ Գործարարին հրավիրում ենք դպրոց, խոսում է մասնագիտության մասին, օրինակ մի օրինակ բերեմ, խոհարարության մասին։ Երեխաներից մեծ մասը ասում է, վայ, մենք չգիտենք, որ դա մասնագիտություն է, մենք գիտենք դա մամայի գործն է։
Հետո տանում ենք երեխաներին, ովքեր որ լսում են խոհարարի մասնագիտության մասին, տանում ենք մկու հաստատություն, դպրոցին մոտիկ գտնվող։ Ասենք նայեք, այստեղ սովորում են հենց խոհարարությանը։ Մի մասնագիտություն եմ օրինակ բերում, շատ են մասնագիտությունները։ Հետո ուսանողներից իրանք լսում են առավելությունը։ Նաև գործարարն ասում, որ ինչ հնարավորություններ կան վաստակելու, ինչքան աշխատավարձը, պահանջարկը, Հետո ուսանողները դպրոցականները շփվում են, իրանց լեզուն ավելի իրար հասկանալի է։ Մենք ինչքան մեծերով ասենք, իրանք իրար ավելի են ընկալում։ Ու երկուսին միասին տանում են գործատուի մոտ, իրանք հնարավորություն են ունենում փորձեն, աշխատեն, հասկանան ոնց է խոհարարի աշխատանքը, ինչից է կազմված դժվարությունները, որոնք են, որը օգնում է երեխային, ձեր ասած, որ եթե մենք տարբեր մասնագիտություններ ցույց կտանք, իրանք կհասկանան ինչ են ուզում։ Օրինակ այդ 30 երեխայից կարող է 2-ը որոշի խոհարար դառնալ, պետք է այդ ուղղությամբ զբաղվել։ Ու մենք որ լոբինգ ենք անում, որ բիզնես կրթությունը, մասնագիտական կողմնորոշումը պարտադիր դառնա դպրոցում, ելնելով Գերմանիայի փորձից, հենց նպատակը դա էր, որ երեխաները ճիշտ կողմնորոշվեն, շատ անգամ ինչ են անում, սովորում են, ավարտում են, հատկապես բուհերը։ Ու գնում են կամ իրենց դիպլոմից, իրենց մասնագիտությունից ցածր աշխատանքով են զբաղվում։ Անիծում են իրենց բախտը։ Հիմա ավելի կարևոր է դիպլոմ ունենալ, թե ունենալ լավ մասնագիտություն, որը հնարավորություն կտա աշխատել։ Բայց այնուամենայնիվ այդտեղ չեմ ուզում տենց վատախոսեմ, հակառակը փորձենք դրական բան դուրս բերել։ Այնուամենայնիվ այդ ձեր հասարակական կազմակերպության ռեսուրսներն էլ ենթադրում եմ այնքան չի, որ դուք մասշտաբավորված անեք այդ ինչ որ հիմա անում եք, այսինքն հանրակրթական դպրոցի երեխային տանել արդեն մկու ուսանող երեխայի հետ հանդիպացնել ու շատ կարևոր բան ասացիք, այդ մենք ինքներս է պրակտիկ դաշտում տեսնում ենք այդ խոհարարը բան որ ասում եք, երբ որ ինչ որ սրճարանը գնում երեխան, ասում ես էլեմենտի հետևը նայ, իր համար դա նոր աշխարհ է։ Ոնց է այնտեղ արագ process-ներ գնում եւ այլն, բայց մենակ խոհարարությունը չի, էլի ես ինքս տեսել եմ, ասենք նույն շատ կան մասնագետություն։ Հաստոցի շուրջ, որ ինքը ոնց է խորացած նայում, ոնց է ինքս ֆունկցիոն ու մոտը սկսում է զարգանալ, մի ֆունկցիա էլ ավելացնեմ, օրինակ, սենց արտադրումը փաթեթավորումն էլ ավտոմատացնեմ, այդ ձեր ասած ինժեներինգն է, բայց բանի դաշտում էլի, հենց արտադրության դաշտում ավելի update անելու գործող հաստոցները։ Բայց այդտեղ ասածս այնա, որ այս պահին տենց ինչ որ մասշտաբային ծրագիր չեք կարող հիշատակել։ Պետության կողմից էլի իրականացնել։ Շատ լավ հարց եք ասում, միշտ ես ասում եմ, եթե պետության մասնակցությունը չկա, մենք ինչքան կառույցներով, դոնորներով ինչ փորձ ենք անել, չենք կարող հասնել մեծամասշտաբ փոփոխության, որովհետև դա լինում է տեղային, լինում է ոլորտային։ Ես նայում եմ տարբեր երկրներում, մենք երկուս էլ շատ եղել ենք, տեսել ենք, ինչ է կատարվում, պետության մասնակցությունը ինչքան մեծ է։ Մենք շատ անգամ, որ մեր գործընկերները միջազգային գալիս են, ասում են դուք այսքան բան անեիք այլ երկրում, ձեզ պետության կողմից բավականին աջակցություն կունենայիք, բայց ցավոք սրտի այդ աջակցությունը չկա, երևի զբաղվածությունն է, չգիտեմ, նախարարությունների։ Հիմա դուք ասում եք սահուն անցած մեր մյուս թեմային պետություն մասնավոր հատված երկխոսություն։ Ինքներդ փորձ ունեցել եք տարբեր ձևաչափով այսպես ասեմ այդ երկխոսության հարթակների մասնակցության, թե հենց ուղղակի, թե անուղղակի, ասենք, գիտեմ այն մարդկանցից եք, որը նաև սիրում է գնալ տնային աշխատանք անել, հիմնավորված տալ տեղեկանքները եւ այլն։ Ոնց եք գնահատում այսօր բիզնես պետություն երկխոսություն, էլի, ու մասնավորապես գերփոքր բիզնես պետություն։ Այս ցավոտ թեմա եք ասում, շատ թերի է այդ երկխոսությունը ըստիս։ Դա կարծում եմ իմ սուբյեկտիվ կարծիքը չի, կարծում եմ մեր շատ գործընկերներ կկիսեն այդ մտահոգությունը, փորձում է արվել, բայց այն մակարդակը չի, որը մենք կուզենանք, արագ չեն արձագանքում, երևի մի քիչ թերագնահատում են մեր հնարավորությունները, չեն ներառում շատ։ Իսկ զգում եք տենց բան կա, որ ավելի շատ տենց մոտեցում է, որ մենք ամեն ինչ գիտենք, նորմալ կանենք, մեր կարծիքը պետք է։ Տենց է կա, տենց կարծում։ Իմ մոտ էս տպավորություն է, որ մենք օրենքի վերաբերյալ որևէ կարծիք ենք գրում, չարչարվում ենք, փորձագետներ ենք ներառում, ռեսուրս գումար ենք ծախսում, ասենք 20 էջանոց օրենքին տալիս ենք օրինակ 50-60 առաջարկություն փոփոխությունների եւ այլն, ինձ թվում է գնում է միտեղ ընկնում է կամ
չեն ուշադիր լինում կամ մեկին տալիս են ասում են հաշվի առեք, նա էլ ասում մենք արդեն դա գիտենք, մեզ դա պետք չի, այն կառույցով օրինակ զբաղվում է այդ օրենսդրությամբ կամ օրենքի մշակմամբ, շատ անգամ երևի չեն էլ ուզում, ու մի թերություն էլ կա նույնիսկ իրար հետ, չէ, պետությունը շատ անգամ շրջանառվում է, այո, ոնց է, չի ասում են առարկություններ չունենք, շատ անգամ չեն ուշադրություն դարձնում, չեմ ուզում մեղադրել, միգուցե ժամանակի խնդիրն է, որ չեն հարցնում այդ ամբողջ արագ արձագանքեն այդ ամբողջ մեծ փաթեթին, հետո մի կողմից էլ մեր հասարակությունն է շատ пассив, օրինակ իդրաֆտում դրվում է, ես նայում եմ մեծ մասը չեն արձագանքում, դժգոհում են, բայց ոչ ոք չի ուզում մտնի ինչ որ գրի կարծի կամ առաջարկ։ Իրանք տեսնում են, որ այդ արդյունք չկա։ Ճիշտ է, նայեք, ես էլ ապացիկ վիճակ է, ճիշտ է, նույնիսկ մենք որ դրանով ենք, չէ, զբաղվում մեր երկու կառույցները, շատ անգամ ասում ես անիմաստ աշխատանք ես անում, ռեսուրս ես դնում։ Չեն կարդում, բան չեն։ Հա, մեկը ընդունվելու է այն ձևաչափով, ինչը որ ի սկզբանե դրված է։ Դրա համար էլ ինչ է լինում, օրենքը ընդունվում է, չի անցնում կարճ ժամանակ, սկսում են արդեն նոր օրենքի փոփոխություններ անել։ Ես այդ օրինակներ եմ բերում շատ։ Օրենսդրության ազդեցության գնահատման տիպիկ օրինակ է, մանավանդ այս մասնավոր հատվածը ներկայացնողները, իհարկե պետական ստատիստիկա, պետական վիճակագրությունը թվեր իրանց ձեռքի տակ կա, բայց ազդեցության գնահատում որ անում են շատ կարևոր է որ իրական հատվածի հարցնես ու հարցնողը լինի հենց այն միշտնորդ վստահելի կառույցը, ասենք ձեր ասոցիացիան իր անդամներին, մեր ասոցիացիան կամ առևտրաարդյունաբերական պալատը իր ու դա ինքը բան անանուն տեղեկանք, ասի եղբայր, որ ասենց անես։ Մի հատ բան օրինակ բերեմ, այս նույն էս անկանխիկի ու բանի էլի կհիշեք, ես ինչքան արդեն տարուկես 2 տարի այտենց թմկարվում է եւ այլն, ու մենք ասում ենք, որ դա խնդիր է, էլի, ասենք Քյավառի խանութը, որը ծխախոտ է ծախում, որի մարժան 3% է, 2-2.5% բանկն է տանում, 2-2.5% դուք եք տանում։ Հիմա ուզում եք ինքը ձեզ չխափի ու հիմա այս վերջերս մի քանի օր առաջ տեսնում եմ տարբեր падգամավորներ, այդ կենտրոնական բանկը բան, ասացին, որ մինչև 150 միլիոն փոքրերի համար արկայի դեպքում իջեցնում ենք 0.5%, այդպես ասում ես, լավ, ի՞նչն էր պատճառը, որ ասենք տրիվիալ բան էր ասում, չէ՞, ասում էր, մի հատ արի գնանք, հաշվենք, ասենք, հետո ասում ես խափում է ինձ, ասենք, ինչ պետք է անի, ասենք, եթե դու դրել ես անկերելի պայման, ու ամենացավալին իմ կարծիքով, որ հիմա տենց արագ-արագ ինչ-որ փոփոխություններ ներկայացվում են, դրանք սկսում են համեմվել արդեն քաղաքական ընտրական խոստումների եւ լավ բան անելու տրամադրությունների ներքո, բայց ես միշտ ասում եմ, ախր այդ 2 տարին կամ 2.5 տարին, որ այդ վատ կարգավորումներով արեցիք ու հետ բերեցիք, դրա տակ բիզնես կյանքեր են, բիզնես ներվերա, նյարդերա, էլի, այսինքն չէ, իրական մարդիկ են, չէ, դրա հետևում կանգնած են։ Նայեք, ՓՄՑ-ն այնքան զգայուն է, շատ անգամ չեն հասկանում, որ այդ փոքր մանր փոփոխությունը շատ մեծ ազդեցություն է ունենում բիզնեսի վրա։ Մանավանդ հիմա նայեք, Հայաստանում մեր շուկան այնքան սահմանափակ է, հնարավորությունները քիչ են, մրցակցությունը շատ բարձր է, ու ամեն ինչը անդրադառնում է բիզնեսի վրա, չեմ ասում օտար երկրյա փոփոխությունները, պատերազմները եւ այլն։ Մի կողմից էլ նայեք, ասում ենք տնտեսական աճ, չէ՞, մի երկրում այդքան մեծ 9.5%, եթե չեմ սխալվում, տնտեսական աճ ու 42% աղքատություն։ Ինչ ծայրահեղ թվեր են, որ չի կարելի տնտեսագետի առումով չես կարող վերլուծես հասկանաս որն է։ Այ հենց այդ խնդիրն է, որ պետքա պետությունն էլ նաև հասկանա, որ ՓՄՑ-ն շատ զգայուն է ու հասկանա, որ հարկերից է բյուջեն լցվում հիմնականում ցավոք սրտի Հայաստանում, չէ, մեծ մասը հենց մեծ մասն էլ 90%-ը ՓՄՑ-ներն են, որին պետք է ամեն ինչ անել, խրախուսել, համապատասխան դաշտ ստեղծել։ Մեր մոտ ոնց որ հակառակն է։ Հարկային տենց մեծ, այսպես ասած, ազդեցություն չունեն, եթե շրջարկ վճարողներին ասենք, բայց իրենք մեծ ազդեցություն ունեն աշխատատեղերի, այդ ձեր խոսքում նշեցիք, աշխատատեղ ապահովելու, մարզային համաչափ զարգացվածությունը ապահովելու, այսինքն իրենց դերը, ու ի վերջո ասենք իրենք ցանկացած երկրի միջին խավն են, էլի, այսինքն դա ամենակարևոր բանն է, ում հետ պետք է հաշվի նստել, այդ օղակն է կապող, որովհետև ու շատ իրանք շատ զգայուն են, ոնց ասեցի, ամեն ինչի առումով փոփոխությունների, աշխատաշուկայի պահանջների, տնտեսական տարբեր ազդեցությունների ու իրանց պետքա բավականին
խրախուսել, հնարավորություն տալ, որովհետև իրան զարգանալը հենց տնտեսության զարգացման է բերելու։ Դա շատ պարզ։ Ու միշտ այդ օրինակը բերում եմ, եթե դուք համաձայն եք դրա հետ, օրինակ մյուս գերատեսչությունների հետ, որ ասում եք նաև սինխրոնիզացիայի իրար հետ համատեղ աշխատելու խնդիր ենք տեսնում, ցավոք սրտի դուք էլ ձեր ոլորտով ասացիք, բայց օրինակ նույն, ասենք, երբ որ ասում ենք ՓՄԶ-ների աճ, ՓՄԶ-ների զարգացվածություն, դա միշտ ազդում է բոլոր գերատեսչությունների, այսինքն եւ աշխատանքի սոցիալական, որ գնա ինքը աղքատություն կամ զբաղվածության հարց լուծի, հա, ասենք իր տարածքային զարգացման նախարարություն, հա, դա էկոնոմիկան առաջի պատասխանատուն, ասեմ բոլոր նախարարությունների տիրույթում ՓՄԶ զարգացումը ինքը ամենակարևոր գործիքն է։ Կհիշեք 18-19 թվականներին տարբեր տնտեսական առաջարկների խոսույթում շատ էր հանդիպում ներառական տնտեսական աճ բառը, որը վերջերս կորավ այդ բառը, բայց ձեր ասած իմ կարծիքով ամենահիմնական պատճառը դա որ մենք ստացվում է վիճակագրական տվյալներով տնտեսական աճ ունենք, բայց երբ որ տնտեսական աճի կառուցվածքը տեսնում ենք, որ դա ներառական չի, դրա համար մեր իրական ՓՄԶ-ները իրենց վրա տենց էական աճ չեն նկատում, հակառակը տարբեր փոփոխություններից ավելի բան են անում, կծկվում են, նեղվում են, այդ ապացիկ վիճակն է, օրինակ ես բանցել եմ հասկանում, որ հրավիրում ես որ անվճար սեմինարի քննարկումների, այտենց ասում են լավ է, որ ինչ անենք, այտենց ինչ-որ բան։ Նենց հետաքրքիր հարց է, որ ճիշտ եք ասում, համաձայն եմ, թերահավատությունն է, չեն հավատում, հավատը կորել է, որովհետև շատ անգամ նայեք, պետությունը կա ծրագրեր անում են, չէ, բայց տնտեսությունը չի արձագանքում, բիզնեսը չի արձագանքում, որովհետև թերահավատ է։ Այդ արվող ծրագրերին, այդ մոտեցումներին, պահանջներին, արդար մոտեցմանը, որ ասես չեն անում ոչինչ, ճիշտ չի, անում են, ծրագրեր կան, բայց տպավորությունը, որ ասենք որոշ մարդիկ ներառվում են միշտ նույն խումբը կամ եթե նույն տենդերների հարցն է, չէ, բոլորը չեն էլ դիմում, ես ինքս տարբեր տարիների մասնակցել եմ, բայց հիմա չեմ էլ փորձում, որովհետև մտածում եմ, որ մի քիչ ժամանակի կորուստ է լինելու։ Արդեն ոնց որ արդեն պլանավորված մարդիկ կան, որոնք միշտ դիմում են, միշտ հաղթում են, նույնը պետության կողմից իրականացվող ծրագրերն է։ Պետության նկատմամբ շատ վատ է մի քիչ թերահավատությունը բիզնեսի, որովհետև նայեք, մենք մտածում ենք, ես ինքս եմ գործարար։ Ոնց է, չէ, գալիս են արդեն մտածում են, որ դու մեղավոր ես, նույն հարկային ստուգումների դեպքում, չէ։ Ալիներ տաղավարում ասում են ունենց մոտեցում, որ գալիս են միանգամից գալիս են տրամադրվածության, որ դու բան ես, հանցագործ ես։ Այո։ Գործընկեր չեն նայում, որ չեն նայում, ճիշտ է։ Այս վերջերս կհիշեք նաև այդ ահագին քննարկման առարկա դարձավ այդ հարկային խախտումների տնտեսական հանցագործությունները, այսպես ասած, որպես քրեական գործերի միջոցով այդ միջև կառավարության ղեկավար տարբեր մասշտաբներով բարձրաձայնվեց, որ դա սկսել էր ծառայել հարկավեքման որպես բան, մահակ, հա, այսինքն քրեական գործ կառուցենք, գնա փողոմոցի հաշվետվությունը ճշգրտի բան չանենք, այդտեղ դե բնական է գերփոքրերը քիչ էին, բայց միջին ու բարձրների վրա դա ազդում է։ Այս օրերին հիմա անցած տարվանից սկսվեց այդ քննարկումները աշխատանքային բան տենց մոտեցում կա, որ կփորձեն փոխել չափորոշիչները այնտեղ 10 միլիոնը 20 միլիոն դարձնել են առավելապես խոշոր, հա, բայց այդտեղ ճիշտ եք ասում, որ ամենակարևորը որ այդ հոդվածների մեջ քանի դեռ հայեցողություն կա, որն է միտումնավոր հարկերից խուսափումը, էլի, հա, ապա այդտեղ շատ կարևոր է այն չինովնիկը, որը ինչ միտում, ինչ տրամադրվածությամբ է գալիս, միտում տեսնի, թե պարզապես հաշվապահական սխալ, չէ, ի վերջո, եթե դա այսպես ասած բանում նկուղում գործող չգրանցված չէ, ինչ որ ֆիրմա չի կամ չգրանցված խաղատուն չի, ինչ որ մարզերից մեկում բան, ապա այդտեղ հանցագործություն չկա, հաշվապահական կռիվ պետքա լինի, դու սա սենց ես հաշվել, ես սա սենց եմ հաշվել, չենք բան։ Այնմիսը ես հասկանում։ Այնմիսը ես հասկանում, ասենք, եթե գնացիք, հայտնաբերեցիք ինչ որ չգիտեմ, լիմոնադի ցեխ է, այսպես ասած, չգրանցված բան, օքեյ, այդ հասկանում եմ, որ դա բարիս բուն իմաստով գողություն է, հա, բայց այն ինչ որ գրանցված է քեզ հաշվետվություն է տալի, ասենք 1000-ի փոխարեն 2000-ը գրում կամ հակառակը, դա հաշվապահական կռիվ է, այսինքն ինչ ենք մենք ի սկզբանե դիտարկում, որտեղ միտում կա, էլի։ Ձեր հետ համաձայն եմ, նայեք ինչ առումով, շատ անգամ ես չեմ ասում օրենքի չիմացությունը ազատում է պատասխանատվությունից ոչ, բայց մի կողմից էլ այդ
գեր ծանրաբեռնված ՓՄԾ-ն այնքան ինքնառօրյա հոգսերով է ծանրաբեռնված, որ sense արագ փոփոխվող օրենսդրական դաշտին չի կարում հետևի ցավոք սրտի։ Մենք ոլորտում ենք շատ անգամ մենք էլ չենք հասցնում, այնքան փոփոխությունները շատ են ու բազմազան, որ հնարավոր չի։ Հաշվի առնելով, որ ՓՄԾ-ի կրթվածության մակարդակը եւ այլն, պետք է հասկանալ, որ շատ անգամ նույնիսկ իրավաբաններին է դժվար չէ կարդալ օրենքը մեկնաբանել կամ երկակի չմեկնաբանել։ ՓՄԾ-ի հասարակ ՓՄԾ ընկերության համար բարդ է հասկանալ օրենքը արագ կիրառել, արագ արձագանքել։ Այդ առումով խնդիր է, որովհետեւ հա հետո ստացվում է իրանք չիմացությունից ելնելով որևէ տեխնիկական կամ ինչ-որ սխալ են անում, բայց դա մեկնաբան է օրենքը դու։ Հա, չեն սխալ են մեկնաբանել ու դրա հետևանքով խնդիրներ առաջանում։ Այս առումով մենք միշտ քննարկել ենք, որ ավելի շատ խորհրդատվական բնույթ կրել, այդ հարկային չէ։ Ու նաև ճիշտ ասացիք, որ վերջերս հաճախ փոխվող օրենսդրական կարգավորումներն են խճճում ու ամեն անգամ ինչ-որ բանա գումարած դրան ես անդադես չեմ մոռանում ասել, որ անցած տարվա հուլիսից էլ հաշվապահական ու իրավաբանական ծառայությունները տեղափոխվեցին ավելացված արժեքի հարկի դաշտ, որը բերեց այդ ծառայությունների հասանելիության նվազեցման, այսինքն ինքը ավելի թանկ է եւ այդ գերփոքր բիզնեսը ավելի դժվար է օգտվում դրանից եւ բնական ավելի թանկ է դա էլի իր համար, այսինքն հասանելիության նվազմանն է ինքը բերելու, չեմ հասկանում տեղեկատվությունը։ Մենք այդ քննարկման իրար հետ մասնակցում ենք ու դեմ էինք, ասում ենք, որ կազդի ՓՄՑ-ի վրա, որովհետեւ ծառայությունները կավելանան, վճարները, բայց պետական մարմինները հավատացնում էին, որ չի ազդի։ Մենք եկանք նրան, որ մենք ճիշտ էինք ու իրապես ազդեց, շատերը իրենց չեն կարողանում թույլ տալ։ Շարունակում են խաբել, այսինքն դա բանի հարց չէր, էլի, ֆիսկալ լուծման ձև չի, եթե նույնիսկ ինչ-որ մեկը խաբում է, տենց չեն լուծում։ Ես միշտ ասում եմ, գործարարի միտք այնքան ճկուն է, ինքը միշտ կարող է ելք գտնել։ Շատերը շատ անգամ չեն ուզում խաբել, բայց ստիպված են, որովհետև հակառակ դեպքում որևէ եկամուտ չեն ունենա, մենք ինքներս էլ գործարար ենք ու գիտենք, թե ինչ խնդիրների առաջ ենք բախվում, չէ՞, եթե բոլորը պետք է համապատասխան մոտեցում ունենա պետությունը, համապատասխան պայմաններ ստեղծվեն, որ բիզնեսն էլ աշխատի, եկամուտ ունենա, հարկերը տա, ոչ ոք չի ուզում խաբի, բայց նաև միաժամանակ ուզում ենք եկամուտ ստանանք։ Այստեղ հա, անկա էլի խնդրահարույց է այս մասը։ Շնորհակալ եմ Տիկին Ժամկոչյան, մեր հաղորդումը մոտենում է ավարտին, ինչ կուզենաք ավելացնեք մոտակա ծրագրերից կամ բան, եթե ասելիք ունեք, մեր հիմնական լսարանը ՓՄՑ-ն է, եթե ինչ-որ բան ունեք։ Ես շատ կուզեմ, որ ՓՄՑ-ն արձագանքի այս ցկանս ուսուցումը շատ կարևոր է, մենք միշտ դրա մասին խոսում ենք։ Այսինքն ողջ կյանքի ընթացքում։ Այո, մենք անընդհատ սովորում ենք, զարգանում ենք ու բիզնեսը ինչքան էլ զբաղված է, պետք է անպայման ինքն էլ սովորի այս նոր այս փոփոխություններին արձագանքի ու ակտիվ լինի, վստահի բիզնես կառույցներին, որովհետև իրանք մենակ չեն կարող լուծել խնդիրները։ Բիզնես ասոցիացիաների նկատի ունեմ, ոլորտային ասոցիացիաներին, խնդիրները բարձրաձայն են, հավատ ստեղծվի, հասարակությունը պետության նկատմամբ նկատի ունեմ նաև ասոցիացիաների, հասարակությունը ավելի ակտիվ լինի արձագանքի, որովհետև մեր այս пассивությունը տեսնում ենք ինչի է բերում։ Մենք պատրաստ հասարակություն չունենք, մենք հետաքրքիր նպատակներ ունենք, հետաքրքիր գործեր կարանք անենք, բայց երբ որ մենակ ենք, շատ քիչ ենք, ազդեցություն չենք կարող ունենալ։ Մեր բոլորս էլ ուզում ենք տնտեսական աճ, բայց տնտեսական աճի կարևոր նախապայմանը լավ կրթությունը, լավ գիտելիքները, լավ հմտությունները ինչ ասեմ, կարծում եմ, որ պետք է բոլորս համատեղ ոչ թե մրցակցենք իրար հետ, այլ համատեղ գործունեություն անենք։ Դեպքում այո, պետք է միասին։ Ավելի լավ կլինի, որ պետությունն էլ մեծ ուշադրություն դարձնի, վստահություն այդ դեպքում կբարձրանա, որտեղ հասարակական կազմակերպությունները մի կողմից խնդիրներ կա, շատ հասարակական կազմակերպությունները գիտենք ինչով են զբաղվում, բայց կարելի է ֆիլտրել, հասկանալ ովքեր իրական գործ են անում, ովքեր չէ, զտել։ Մանավանդ դրանց կազմում կան կառույցներ, որոնք ինստիտուցիոնալ հիշողություն ունեն։ Քան այն չինովնիկը, որ մի տարի այն ջեկել է այդտեղ, ինքը նաև պատճառ հետևանք, նաև ասում եմ, լսի, որ դու մտածում ես, մի 5 տարի առաջ փորձել ենք, սենց է եղել եւ այլն, էլի։ Այսինքն ձեր ասացի նման, եթե ուզենանք, մենք այդտեղից փորձագիտական օգուտ կքաղենք ու կնստենք հավասարը հավասարի հետ։ Բացի դրանից, այդտենց դեպքերում, երբ որ որոշում է ընդունվում,
այն կառույցը, որը մասնակից է, ասենք ՓՄԶ շահերը ներկայացնում, ինքը դառնում է այդ որոշում ընդունման մաս։ Ինքն է քեզանից ավելի լավ դա տանում, ռոպագանդա անում, ասում տեսեք, sense փոփոխություն ենք բերել, այսինքն այդ ներառականությունը կամ ինքն էլ ներառական մաս դառնում այդ ռեֆորմի։ Բայց երբ որ դու իրան մերժում ես, ասում ես, չէ, սենց է, ճիշտ է, ասում դե գնա, հեսա քեզանից պատասխան կուզեմ։ Մենք մեկ էլ զգում ենք, չէ, որ մոնոպոլիա կա տարբեր առումներով, չէ։ Այդ էլ է մեծ խնդիր։ Ես ասում եմ, որ բանի խնդիր է, ցավոք սրտի ռեֆորմները ավելի շատ վերջի փոփոխությունները խոշոր ու հարուստ մարդկանց ուղղված իշահ իրանց էլի նպաստ իրանց լավ sense ասեմ ուղղված փոփոխություններ են նույն շահութարկի իջեցումը, նույն եկամտային հարկի համահարթը, որտեղից օգտվեցին 1.5 միլիոն, 2 միլիոն ավել ստացողները ավելի շատ օգտվեցին եւ բայց դա ասում եմ, չէ, որ ասում են որոշ ոլորտի շահերին է, չէ, ծառայում։ Այսքանն է, շատ շնորհակալ եմ, հույս ունեմ մենք մոտ ապագայում էլի կհանդիպենք նոր ծրագրերով ու կխոսենք մեր ՓՄԶ-ների հետ, լավ եղեք, շնորհակալ եմ, այսքանն է այսօրվա հարկեր турքերը, լավ եղեք, կհանդիպենք։